Ուսանողական կյանքս լավ է, քոլեջը ունի 100-ամյա պատմություն, այսինքն 5 ավանդույթներ ունի, դրա համար որոշեցի գամ այստեղ։ Եվ բոլոր դասախոսները շատ նրբազգաց, շատ խստապահանջ, շատ ոգեշնչող։ Ճիշտն ասած, քաղաքում միայն այս քոլեջն է, որ խոհարարությունը կար։ Քոլեջի անձնակազմը, ուսուցչական անձնակազմը շատ լավ, շատ բարեհամբույր։ Քոլեջի տված գիտելիքները շատ որակին։ Դասախոսական անձնակազմից շատ գոհ եմ։ Իրանք մեզ հետ շփվում են որպես ընկերական, դա հենց ամենաառավելագույն մոտեցումն է։ Եվ տնօրենը, եւ դասախոսները խիստ են ամեն հարցում եւ սովորելու եւ վարքի, բայց դա դրական է ըստ իս, որովհետեւ այդ խստությունն անում, որ եւ սովորում են եւ պարտաճանաչներ կանում դասերին։ Գորիսի պետական քոլեջը տալիս է դիպլոմ, պետական դիպլոմ, որը հիմա ամբողջ աշխարհում կարևոր է։ Մեզ շատ դուր է գալիս տնօրենության խստապահանջ վերաբերմունքը, շատ այն, որ իմ տղան դրսում չէ, վատ բան չի սովորում, եթե որևէ վատ բան այստեղ նկատում են, պարտադիր մեզ են զգուշացնում։ Գորիսի պետական քոլեջի 100-ամյակի մասին խոսելիս իմ մտքերում նախ եւ առաջ հառնում է այն մանկավարժների, դասախոսների լուսավոր կերպարը, ովքեր իրենց նվիրական աշխատանքով կերտել են կրթօջախի 1 դարյա փառավոր ուղին։ Հարգանք նրանց հիշատակին, ովքեր չկան։ Հարգանք բոլոր նրանց, ովքեր կան եւ կողքից կամ հեռվից շարունակում են ապրել սիրելի կրթօջախի ներկայով։ Գիտեք, արդեն 100-ամյակը քոլեջի 100-ամյա պատմությունը խոսում է ահռելի այն մեծ ճանապարհի մասին, որը անցել է Գորիսի պետական քոլեջը, եւ այս տարիների ընթացքում հազարավոր ուսանողներ, հազարավոր մասնագետներ, կադրեր պետական քոլեջը կարողացել է ուղղորդել դեպի աշխատաշուկա։ Գորիսում եւս մենք բազմաթիվ աշխատատեղեր, ինչպես նախադպրոցական ուսումնական հաստատություններում, առողջապահական հիմնարկներում եւ ոչ միայն կարողացել ենք համալրել հենց քոլեջի կադրերով։ 10 եւ ավելի տարիներ Գորիսի պետական քոլեջի կառավարման խորհրդի նախագահն եմ։ Ու դրանով պայմանավորված եղել եմ ու կամ քոլեջի վերջին տարիների ընթացքի եւ ականատեսը եւ մասնակիցը եւ ինչ որ առումով պատասխանատուներից մեկը։ Նախ միշտ զգացել եմ պատմական այն առաքելությունը, որ ունի քոլեջը, իսկ այդ առաքելություն սկիզբն է առնում նախորդ դարի 20-30-ական թվականներից ու շարունակվում մինչև հիմա։ Իմ երախտագիտության խոսքն եմ ուղղում քոլեջի դասախոսական անձնակազմին, ուսումնաօժանդակ աշխատողներին։ Շատ հարցերում ողջամիտ տարաձայնություններ ունենալով հանդերձ, ինչը բնական է, մենք միասնական եւ համախումբ ենք եղել ու կանք բոլոր այն հարցերում, որոնք առնչվել եւ առնչվում են ուսանողների կրթության որակին, դաստիարակության խնդիրներին։ Հենց այդ միասնության շնորհիվ ենք հաղթահարել բոլոր այն դժվարությունները, որ ծառացել են քոլեջի առջև։ Գորիսի մանկավարժական տեխնիկումը բավականին մեծ անուն ունի իր շրջանավարտներով եւ այդ շրջանավարտները ժամանակին դարձել են բավականին հայտնի մեծ գիտնական, գրող, լեզվաբաններ եւ այլ մասնագետներ, որոնք որ աշխարհում են ճանաչված դարձել եւ Հայաստանը ճանաչելի են դարձրել իրենց մեծ ավանդով
Դրանք են մեզ համար շատ սիրելի հայտնի գրող Սերող Ազատյանը, Սուրեն Այվազյանը, լեզվաբան բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Թելունցը, ՀՍՍ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վահան Ղազարյանը, բժիշկ կենսաքիմիկ կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գաբրիել Խաչատրյանը եւ այլոք։ Իմ շնորհակալությունն եմ հղում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ու հատկապես նախարարության այն պատասխանատուներին, ովքեր զբաղվում են միջին մասնագիտական եւ նախնական մասնագիտական արհեստագործական կրթության հարցերով։ Բազմաթիվ օրինակներ ունենք, թե ինչպիսի սրտացավությամբ եւ խնդիրների խորն իմացությամբ են արձագանքել նրանք մեր բարձրացրած հարցերին։ Տևական ժամանակ այս հաստատությունը կադրերի պատրաստման դարբնոց էր ոչ միայն Սյունիքի, այլ Վայոց ձորի ու Արցախի համար։ Ուսումնարանի հարյուրավոր, եթե ոչ հազարավոր շրջանավարտներ ընդգրկվում էին այդ տարածաշրջանի կրթական, տնտեսական գործի կազմակերպման մեջ կառավարման համակարգում։ Այնուհետև բազմաթիվ շրջանավարտներ այստեղ ստացած գիտելիքներով շարունակել են իրենց կրթությունը հանրապետության տարբեր բուհերում եւ հետագայում դարձել ճանաչված դեմքեր։ Առավել կարևորություն ենք այս պահին համարում զարգացնել քոլեջը, զարգացնել մասնագիտությունների ցանկը եւ զարգացնել դասավանդողների ներուժը։ Գնահատանքի արժանի են նախարարության ձեռնարկումները, միտված ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններին, ինչի շնորհիվ բազմաթիվ հարցեր են լուծվել եւ լուծվում իշա ուսանողի եւ դասախոսի։ Եվ իհարկե շնորհակալություն բոլոր այն անձանց եւ կազմակերպություններին, այդ թվում հասարակական կազմակերպություններին, ովքեր գիտակցելով Գորիսի պետական քոլեջի դերն ու նշանակությունը տարածաշրջանում արել եւ անում են հնարավորը մեր կրթօջախին մտահոգող խնդիրները լուծելու համար։ Սա շատ լավ հնարավորություն է սահմանամերձ բնակավայրերի երիտասարդների համար, ովքեր կարող են կրթություն ստանալ։ Շատ լավ հնարավորություն է մեր ամբողջ համայնքի համար, տարածաշրջանի համար եւ ընդհանրապես այդ 100-ամյակը այսօր նշելով նաև արդյունքների ամփոփման, այսպես ասած, 100-ամյակի շրջանակներում արդյունքների ամփոփման հնարավորություն է։ Իսկ վերջին 10 տարում ես տեսել եմ, թե ինչ ջանքեր են գործադրում քոլեջի տնօրինությունով, դասախոսական ազնագազմը, տասնամյակներով կերտված այդ փառավոր ժառանգությունը արժանավոր շարունակող լինելու համար։ Եվ դա հաջողվել է ու հաջողվում է։ Եվ տեսնում եմ, որ քոլեջը շարունակում է պահանջված կրթօջախ մնալ մեր տարածաշրջանի հանրակրթական դպրոցների հարյուրավոր շրջանավարտների համար։ Խոսել քոլեջի 100-ամյակի մասին հնարավոր չէ չհպարտանալ այն փառավոր ճանապարհով, որ անցել է մեր կրթական հաստատությունը։ Սակայն առավել շատ հպարտանալու տեղիք է տալիս այն իրողությունը, երբ հանրակրթական դպրոցի շրջանավարտն իր վաղվա համար, իր ապագայի համար նախապատվությունը տալիս է Գորիսի պետական քոլեջում սովորելուն։ Արդեն առաջի կուրսն ավարտում է իմ տղան, այստեղ սովորում է տաղծագործական բաժնում։ Իհարկե Գորիսում ընտրության հնարավորություններ շատ կար, կարող էր ավագ դպրոց ավարտել, կարող էր այլ քոլեջ ընդունվել, բայց որոշեցինք ծնողներով, որ Ալիկը ուսումը պետք է շարունակի հենց պետական քոլեջում։ 1 տարի է սովորում է եւ շատ գոհ ենք։ Առավել նրանից ենք գոհ, որ համոզված ենք, որ ինքը ապահով ձեռքերում է։ Ամեն ինչ շատ լավ է։ Արդեն մի քանի ամիս այն գալիս եմ, ինձ ամեն ինչ դուր է եկել։ Շատ էի լսում համալսարան եւ քոլեջի մասին կարծիքներ, բայց դրական կարծիքները ավելի շատ քոլեջի մասին էին։ Դե հիմա ընդհանրապես շատ բանարած, որ համալսարանը ուրեմն ինքը ավելի բարձր է, բայց ես որպես քոլեջի ուսանող ավելի շատ նախընտրում եմ քոլեջ, քան համալսարան։ Նաև երբ որ քոլեջը բավականին ճկուն է,
այն իմաստով, որ նոր մասնագիտություններ է ստեղծում տարիների ընթացքում, որոնք որ աշխատաշուկայում ավելի մրցունակ են, պահանջարկը կա, այդ ուղղությամբ նոր մասնագիտություններ է ստեղծում եւ բնականաբար աշխատաշուկայում մի քիչ ավելի հեշտությամբ են կարողանում հնարավորություններ գտնել։ Հիմա ուզում եմ շնորհակալական խոսքը հղել Գորիսի պետական քոլեջի տնօրեն պարոն Լազարյանին, դասախոսներին, քանի որ իրենք այն գիտելիքն են տվել, որ ես կարողացա հասնել այս ամենին, եւ այդ բոլոր գիտելիքները ես կիրառել եմ իմ աշխատանքային գործունեության ժամանակ եւ կշարունակեմ կիրառել։ Հպարտանալու զգացմունքներ է առաջացնում նաև այն իրողությունը, երբ քոլեջի շրջանավարտին տեսնում եմ բուհերում սովորելիս, տեսնում եմ մեր կյանքի որևէ ոլորտում աշխատելիս ու գործատուի կողմից հարգանք վայելելիս։ Իսկ դա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Գորիսի պետական քոլեջի շրջանավարտները մեզ մոտ անցնում են պրակտիկա եւ շատերին ընդգրկում ենք մեր հետագա գործունեության մեջ։ Ասեմ, որ համագործակցությունը մեր սկսվել է 10 տարի առաջ, երբ որ հիմնադրվել է այս կենտրոնը եւ առ այսօր շրջանավարտները աշխատում են մեզ մոտ։ Եվ իդեպ նշեմ, բարձր պատրաստվածության մակարդակ ունեն, քանի որ մեր նեղ մասնագիտացում ունեցող կենտրոնում ադապտացվելու համար շատ կարճ ժամանակ է իրենց հարկավոր եղել եւ առ այսօր իրենք աշխատում են առանց որևէ խոչընդոտների։ Մեր ներկա եւ հետագա գործունեության համար չափազանց կարևոր եմ համարում ընթացիկ պահի, խնդիրների, մարտահրավերների ճիշտ եւ ողջամիտ գիտակցումը, դրանից բխող քայլերի ձեռնարկումը։ Այդ տեսակետից շատ կարևոր է տարածաշրջանի աշխատաշուկայի պահանջներին ժամանակին արձագանքելը։ Հարկ եղած դեպքում նոր մասնագիտությունների ուսուցման կազմակերպումը։ Սկզբում տեխնիկումում եւ այնուհետ մանկավարժական ուսումնարանում հիմնական դասավանդվել են մանկավարժական մասնագիտություններ, այնուհետև գնալով տարիների մեծացել է ուսուցանվող մասնագիտությունների ցանկը եւ այսօր մենք ունենք բավականին մեծ շրջանակ դասավանդվող մասնագիտությունների, սկսած հաշվողական տեխնիկայի, ծրագրավորման, գործավարության, բժշկական ոլորտի մասնագիտությունների եւ արհեստագործական ոլորտի շատ տարբեր մասնագիտությունների։ Միաժամանակ Գորիսի պետական քոլեջը, կոնկրետ նրա բժշկագիտական ֆակուլտետի ստեղծումը մեծ նշանակություն ունի նաև այն իմաստով, որ մենք համարվում ենք սահմանամերձ գոտի, Գորիսի շրջանը գտնվում է սահմանամերձ գոտի եւ այստեղ ուսումնառությունը անելով եւ այստեղ աշխատանքը ստեղծելով, աշխատաշուկան ստեղծելով, դա արդեն իսկ մեծ հող է նախապատրաստում մարդկանց իրենց հողում ապրելու համար։ Ավարտելուց հետո սեղ կան աշխատանքի տեղեր, ով լավ ասովոր է, իրան ընդունում են աշխատանքի, դե թե վերջացնեմ, իսկ ցումա սեղ կաշխատեմ։ Մեր Գորիսի բժշկական կենտրոնի միջին բուժ ազնագազմը ներկայումս գերազանցապես ընտրվում է այս հաստատությունը Գորիսի պետական քոլեջի ավարտած ուսանողներից է ընդգրկվում մեր ամբողջ այդ միջին բուժազնակազմը։ Ավարտելուց հետո ես համոզված եմ, որ Գորիսի պետական քոլեջը իմ տղային որպես լավ մասնագետ ուղղորդելու է դեպի կյանք եւ իմ տղան մնալու է Գորիսում դառնալ լավագույն մասնագետ։ Ես տեսնում եմ, թե տարածաշրջանի աշխատաշուկայում որքան պահանջված են Գորիսի պետական քոլեջի շրջանավարտները։ Դասախոսական ազնագազմից շատ գոհ ենք։ Պահանջում են սովորելու տեսակետից երեխաների վարքագիծը նորմալ, մի ավելորդություն չեմ նկատում, ինչպես մեր տանը, այնպես էլ այստեղ։ Իրանք մի ընտանիք են։ Կարգապահությունը շատ տեղին, լիարժեք։ Նորից շնորհակալություն եմ հայտնում տնօրինությանը, մեր երեխաներին այսպիսի լավ դաստիարակություն, այսպիսի կրթություն, այսպիսի ուսում տալու համար։ Կարևոր է ուսուցման որակի հետագա բարելավումը, ուսուցման տեխնիկական բաղադրիչի արդիականացումը եւ դասախոսական անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը։ Կարևոր է մեր կողմից որդեգրված ուսանողակենտրոն սկզբունքի եւ ուսանողների ինքնավարության հետագա զարգացումը։ Դասախոսական անձնակազմը շատ բարեհամբույր է
շատ լավ են բացատրում եւ հասկանալի։ Նորորյա քոլեջը կատարում է իր առաքելությունը, դասիրակում, կրթում երիտասարդ սերունդներ, պատրաստում որակյալ մասնագետներ։ Երբ հասավ պահը, երբ իմ աղջիկը պետք է որոշեր ինչ պետք է դառնա, մենք իրան աջակցեցինք, իրան օգնեցինք։ Ինքը տակուց որոշել էր ծրագրավորող։ Երբ իմացանք, որ քոլեջում կա այդպիսի բաժին, մենք իսկույն հետաքրքրվեցինք եւ իմացանք, որ քոլեջում տիրում է լուրջ մթնոլորտ, պարոն Լազարյանը գլխավորությամբ, մենք դիմեցինք, մեր աղջիկը ընդունվեց, ինքը դպրոց ավարտել էր գերազանցությամբ, 1 տարի հաճախումը շատ գոհ ենք։ Եվ ես հպարտ եմ, որ սովորում եմ արդեն 100-ամյա պատմություն ունեցող քոլեջում։ Ես Ժոաննա Աբրամյանն եմ, եկել եմ Ստեփանակերտից, ընտրել եմ Գորիսի պետական քոլեջը, քանի որ լսել եմ այս քոլեջի մասին եւ ցանկացա, որպեսզի ես ինքս համոզվեմ եւ երբ ես եկա, չփոշմանեցի, ինձ ընդունեցին շատ լավ, ուսուցիչները նույնպես շատ լավ գիտելիքներ են տալիս։ Հիմնական գիտելիքները, որը խոհարարին պետք է, մենք այստեղ սովորել ենք, պրակտիկան անցնում ենք հենց Գորիսի ռեստորաններում, որը նույնպես շատ հետաքրքիր է անցնում։ Նաև քոլեջի հետ մենք էքսկուրսիաների ենք գնացել, որը նույնպես եղել է շատ հետաքրքիր։ Մենք գնացել ենք տարբեր տեսարժան վայրեր։ Խոսելով քոլեջի 100-ամյակի մասին, իմ շնորհավորանքն եմ հղում նաև նախորդ բոլոր տարիների շրջանավարտներին, ուսանողների ծնողներին, պետական եւ հասարակական այն հաստատություններին, որոնց հետ համագործակցում ենք ու որոնց հետ նորանոր ծրագրեր են կազմում մեր հետագա ընթացքի համար։ Ես ուզում եմ շնորհավորել ուսումնական հաստատությունը իր 100-ամյակի կապակցությամբ, բավականին լուրջ եւ պատասխանատու տարելից է, ես կասեի, եւ ուզում եմ մաղթել նախ եւ առաջ բոլորին առողջություն, համբերություն, ողջ անձնակազմին, ովքեր որ եղել են, ովքեր որ կան, ովքեր որ շարունակում են եւ ավանդույթները եւ այն կարեւոր գործը, հայրենասեր գործը, որը որ ստանձնել են եւ ամենակարևորը ուզում եմ մաղթել, որ ունենան այն բոլոր հնարավոր պայմանները, որ պետությունը կարողանա ապահովել բոլոր հնարավոր պայմանները, որակյալ սերունդ, որակյալ մասնագետներ պատրաստելու համար։ Շնորհավորանք եմ հղում Գորիս քաղաքի եւ տարածաշրջանի բոլոր գյուղերի բնակիչներին, Գորիս համայնքային իշխանությանը, որովհետեւ 1 դարյա ճանապարհն անցել ենք Գորիսի եւ Գորիսեցու սիրո ու գուրգուրանքի շնորհիվ։ Իսրտե շնորհավորում եմ Գորիսի պետական քոլեջի դասախոսական եւ ուսանողական ազնագազմի կրթօջախի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ այսուհետ նույնպես կրթօջախն ունենա իր դեմքն ու դիմագիծը ոչ միայն Սյունիքի, այլ ամբողջ հանրապետության կրթական համակարգում։ Քոլեջը մի դարբնոց է, որ պատիվ է ցանկացած մարդու եւ ուսանողների եւ մեզ մանկավարժների, աշխատողների համար։ Պատիվ է աշխատել այստեղ, պատիվ է սովորել այստեղ։ Քոլեջ ավարտելուց հետո ինձ հետ իմ հիշողություններում տանելու եմ դասախոսներին, իրենց հետ անցկացած ամեն վայրկյանը, մեր դասապրոցեսները ու նաև այն ինչը սովորել եմ այստեղ, ձեռք բերած գիտելիքներս։ Ես ուզում եմ 100-ամյակի կապակցությամբ քոլեջի շնորհավորել ամբողջ աշխատակազմին, շնորհավորել ուսանողներին, շրջանավարտներին, բոլոր այն մասնագետներին, ովքեր այս 100 տարիների ընթացքում իրենք համալրել են մեր երկրի կադրային բանկը եւ զարգացման ճանապարհով կարողացել են նաև իրենց ավանդը ունենալ մեր երկրի զարգացման գործում։ Ու ցանկանում եմ, որ քոլեջը իր 100-ամյակը բազմապատկի ու շատացնի, դառնա 1100 տարեկան, ինչպես մեր մեծերն են ասում, ու թող նորանոր հաջողություններ ունենա ու կարևոր այդ ամեն ինչը խաղ երկնքի տակ լինի։ Ջերմորեն շնորհավորում եմ մեր կրթօջախի 100-ամյա հոբելյանը։ Ողջունում եմ բոլոր
դասախոսներին, շրջանավարտներին։ Ցանկանում եմ, որ մեր կրթօջախը գոյատևի բազում տարիներ, լինի տարածաշրջանում լավագույններից։ Գորիսի քոլեջը պատերազմի ընթացքում տվել է նաև հերոսներ, այստեղի ուսանողները եւ նաև դասախոսական կազմից իրենց մասնակցությունն են ունեցել հայրենական մեր Արցախյան պատերազմում եւ իհարկե շատերը իրենց կյանքը տվեցին այդ պատերազմում հանուն կյանքի, հանուն մեր այսօրվա ապագայի, մեր բարեկեցության։ Այնպես որ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս Ռոբելյանը նախ եւ առաջ տոն է Գորիսի ու գորիսեցու համար։ Ուրեմն եւ շնորհավոր տոնդ Գորիս, շնորհավոր տոնդ Սյունիք, շնորհավոր Հոբելյանդ Գորիսի պետական քոլեջ։ Վաղնջական հայ դպրոցյան դու նորորյա մեր միջախն ես, դու Գորիսի ուսումնական ամենահին մի օջախն ես, դու աշխարհին շատ աննման կերպարներ ես մատուցանել, իսկ սաներդ նվիրական մեծ դեմքեր են կյանքում դարձել, դու մարդկային ոգի թրծող մեր հայաշունչ դարբնոցն ես, սերունդներին կյանք ուղեկցող մաշտոցաշունչ մեր հնոցն ես։